Մարտ 25 Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ մարտի 25 և տարվա 13-րդ շաբաթ։ Եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված 13-րդ շաբաթվա հատվածը։ Այն է Մատթեոս 28 19-20 համարներ։ Ես կկարդամ առաջին անգամ, կլռեմ երկրորդ անգամ ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք երրորդ անգամ։ Այսպես ամեն օր 3 անգամ կարդալով մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջ հեշտությամբ, բայց ձեր նվիրվածության ու ներդրված ջանքերի արդյունքում շաբաթ առ շաբաթ ավելացնելով անգիր արված մեկ հատված, տարվա վերջում 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը։ Հավատարմությունը և հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ Եկեք կարդանք առաջին անգամ։ Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, և ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը։ Դուք կարդացեք երկրորդ անգամ և ես կլռեմ։ Եվ երրորդ անգամ եկեք կարդանք միասին։ Մատթեոս 28 19-20 համարներ։ Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, և ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարան, 2 Օրինաց 11:1-12, 32, Սաղմոս 37 18-22, Առակաց 12 12-14, Նոր կտակարան, Ղուկաս 2 1-24 համարներ։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։